Արտակեն դու չես։ Երևանի նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Չախոյանը որոշել էր հանդիպել Տեր-Մարգարյանին նոր վարչական շրջանում աղմուկ հանած մանկապարտեզի եւ խաղահրապարակի կառուցման թեմայով։ Ոստիկանները թաղապետարանի շենքից բերման են ենթարկել միայն Չախոյանին, իսկ մյուս պաշտոնյաներին մասնավորապես ծեծի մանսակից վարչական շրջանի ղեկավարին ոչ։ Լրագրողների հետ զրույցում Տիգրան Տեր-Մարգարյանն ընդգծել է իրեն պահել այնպես, ինչպես կպահեր յուրաքանչյուր հայ տղամարդ։ Որոշ ժամանակ անց ակտիվիստին ոստիկանական բաժանմունքի շտաբօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ես վարչական շրջանի ղեկավարից բացի լինելուց վարչական շրջանի ղեկավար, նաև տղա եմ, վարչական շրջանի ղեկավարին երբ որ գալիս են, հայոյում են ու անվայել պահվածք են դրսևորում, այո, կարծում եմ ճիշտ եմ։ Ժալավիտ խաղապետին։ Խաղապետը ժողովուրդ ինչու օրինական երկրում իրավապահ երկրում իրեն վերման չեն թարգել։ Սա պետություն է, սա երկիր է, եւ երկիրը պահում են, սիրում են, գուրգուրում են, փայփայում են, այո, երբեմն նաեւ բռունցքներ։ Ինչու բռունցքներով ծայրում են քաղաքացիներին։ Պահում են երկրի պետության, պետականության դեմ ուղղված սադրանքներ են, որը անում են պատվեր մի րոպե վերջացնեմ խոսքս, ավարտեմ խոսքս։ Որտեղ բռունցքներով հարվածեներին Ես էլ կհարվածեմ։ Ես էլ զգուշացրել եմ։ Երբ ինձ կհարվածեն, ես կհարվածեմ։ Եթե կարողանաք շատ հարվածել, եք շատ Ես չեմ գնա սադրել եւ դրթել որևիցե բանի։ Հեռախոսով հայոյել ով է սադրել։ Հեռախոսով հայոյանք նախորդողներին ինչի՞ չկան։ Նախորդողը իրեն ինչ որ ուղղված բան ասել։ Այո, լավն է, այո։ Հայոյել է Չախոյանը։ Դարձել պաշտպանում եք, նա Այո, երկիրը պաշտպանում ենք սադրողներ։ Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի եւ դատապարտելի է, նշել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադառնալով թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։ Ինչ վերաբերում է նախօրեին թաղապետի հնչեցած հայոյանքներին, Մանասյանը նշել է. ամենակարևոր օղակներից է համարում պաշտոնյաների էթիկայի եւ նրանց բարեվարկության ինստիտուտը։ Համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ եւ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն, բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա։ Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը կառավարությանը համեմատել է ավտոբուսի հետ։ Ըստ նրա աշխարհի բոլոր կառավարություններն ու պետական մարմինները դանդաղ են։ Այդ մասին ցույց են տվել իր կողմից տարված հետազոտության արդյունքները։ Նա շատ տպավորված է Էստոնիայի պետական կառավարման համակարգից, որտեղ վերջերս մեկնել էր պաշտոնական այցով։ Ըստ նրա Էստոնիայում ծրագրերը պլանավորում են 6-ից 1 տարվա ժամանակահատվածով, իսկ մեզ մոտ որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։ Սրան զուգահեռ Փաշինյանը նշել է. եթե հետաձգելու աշխարհի առնչություն լինի, մեր կառավարությունն առաջին տեղը կգրավի։ Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, հա մենք որոշում ենք եկեք մի հատ վիճակագրություն հանենք։ Ինչքան ժամկետը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, սուրբ ծնունդը անցնի, նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը եւ զատիկը եւ նույնիսկ նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի հասկանում եք ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջություն։ Կառավարությունը 2 ամսով երկարաձգել է Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը։ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն։ Այդ մասին լրագրողների զրույցում ասել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը։ Նա նաև հավելել է, եթե կարիք լինի, կրկին հանրահավաք կանեն։ Այդ հարցում կաշկանդված չեն։
Բանկային համակարգի զեղծարարություններից տուժած քաղաքացիներն այս անգամ կենտրոնական բանկի առջև են։ Դրանց անուններով բանկերում ձևակերպվել են միլիոնների հասնող վարկեր, ինչպես իրենք են նշում, առանց իրենց իմացության։ Դրանց խոսքով հիմնականում 3 բանկերում է ավելի շատ զեղծարարության դեպքերը։ Գլխավոր դրամատնից պահանջում են հսկողություն, ինչն ըստ քաղաքացիների չի արվել։ Ինչպես նաև պահանջում են հանդիպում իրավասու պաշտոնյաների հետ, բայց բացառապես լրատվամիջոցների ներկայությամբ։ Կենտրոնական բանկից սակայն հորդորել են դիմում գրել, որից հետո քաղաքացիներն ակցիաներում պահանջով շարունակել են գլխավոր դատախազության դիմաց։ Մենք մեր ձայնը բարձրացնում ենք, որովհետև հսկող օղակը հենց կենտրոնական բանկն է եւ ինչով են զբաղված այս մարդիկ։ Մենք արդեն 5-րդ ամիսն է պայքարում ենք եւ քար լռություն։ Իրենք շատ լավ իրազեկված են եւ ինչու 17 գործող բանկերից հատկապես մենք ահազանգում ենք եւ զանգ ենք հնչեցնում ID Bank, Ineco Bank եւ Archin Bank, ինչով է պայմանավորված, որ կան սողանցքներ եւ մարդիկ հենց այս բանկերի արդյունքում հայտնվում են ծուղակում։ Պատկերացնում եք, բժիշկ ուզում է գնա աշխատանքի եւ նամակ է ստանում, շնորհավորում ենք, ձեր 9 միլիոն վարկը հաջողությամբ հաստատվել է։ Այդ մարդը կարա էլ վիրահատություն անի։ Եկեք այս թալանին վերջ տանք եւ հենց այսօր այդ օրն է կենտրոնական բանկից պահանջում ենք պատշաճ մոտեցում եւ թողիչնի վերադասը։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ խաթարվել է իրանց անդորը։ Այս մարդիկ մեղավոր չեն, որ չկա պատշաճ վերահսկողություն ոչ առևտրային բանկերի հանդեպ։ ID Bank-ը նորից երկրորդ ծուղակն է պատրաստում քաղաքացիների համար։ Մեր ձեռքի տակ ունենք ինչ որ այսպես ասած վարկային պայմանագրի նմուշ, ըստ որի քաղաքացիներին առաջարկվում է 2 տարի չեղարկել, 2 տարի ժամկետով չեղարկել վարկային պարտավորությունները, այնուհետև 24%-ից իջեցնել 12% եւ մուծել ինչ որ գրաֆիկով։ Դրանից էլ ենք հրաժարվել, դրան էլ համաձայն չէին քաղաքացիները։ Դրանից հետո առաջարկվել է եւս մի պայմանագիր կրկին անգամ ID Bank-ի կողմից, վարկային պայմանագիրի դեպ, որ պետքա չեղարկվի 5 տարի ժամկետով, 5 տարի հետո պետքա նորից 12%-ով, ինչ որ գրաֆիկով մուծվի այդ վարկերը, բայց ինչի մասին է խոսքը, սա երկրորդ ծուղակն է, հա? Քաղաքացիների համար, որովհետև եթե քաղաքացիները ներկա պահին չունեն ընդհանրապես վարկային պայմանագիր բանկի հետ կնքած, որևէ վարկային պայմանագիր ներկա պահին չունեն բանկի հետ կնքած, ապա ինչի պիտի, հա, այսպեսի գայթակղիչ թվացող առաջարկներով քաղաքացիներին բերում են այն հարթակ, որ ունենան պայմանագիր, վարկային պայմանագիր։ Իհարկե քաղաքացիները հրաժարվել են դրանից եւ մենք հորդորում ենք քաղաքացիներին նման վարկային պայմանագրեր չստորագրել, քանի որ նրանք չունեն վարկային պարտավորություններ բանկի նկատմամբ։ Լավ, ամբողջ կենտրոնական բանկից մի աշխատակից նամուս թասիբ չունեցավ, դուրս գացի ժողովուրդ գնացեք, կամ ինչ հարցեր ձեր պիտի լինի։ Մի բան ասող չէ, ամբողջ կենտրոնական բանկում մի նորմալ թասիբով աշխատակից չկար, ուրիշ բան չունեմ ասելու։ Ասին կարող եք դիմում գրել։ Դիմում ենք արդեն 10 անգամ դիմում ենք գրել, մենք աննորմալ չենք, ամեն շաբաթ դիմում գրենք կենտրոնական բանկին, գրել ենք։ Հերթով յուրաքանչյուր անհատական ենք դիմում գրել, հետո խմբով ենք դիմում գրել, լավ ինչքան կարելի է դիմում գրել։ Լավ կենտրոնական բանկ դիմում գրենք, դատախազություն դիմում գրենք, վարչապետի աշխատակազմ դիմում գրենք, մինչև երբ։ Տնտեսվարողներն էլ կրկին բողոքի ակցիան իրականացնում այս անգամ ազգային ժողովի շենքի դիմաց։ Դրանց պահանջը նույնն է վերանայել շրջանառության հարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։ Հիշեցնեմ, տնտեսվարողները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում, 2025 թվականից պետք է վճարեն կրկնակի դրույքաչափով։ Առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10%, արտադրության դեպքում 7%, հանրային սննդի դեպքում 12%։ Ինչ են փակվում։ Որ չես կարողանում գործունեությունը արդեն կառավարել։ Նոր գրած օրենքների համար։ Ես բարձրաձայնեցի, որովհետև երբ որ մենք հանդիպել էինք, մեր կայունային հարցեր տվել, բայց լինում են փակվողներ, որ դուք այդպես այստեղից ասում եք, կամ փակվողներ, այսինքն դա ինչ է, վախացնելու միջոց է, որ չկա, հա, մենք ստում ենք, ես եմ ասում եմ, բարձրաձայնում եմ, ես փակվել եմ։ Ու շատերը, եկեք, գիտեք խնդիրը մեր ինչումն է ու դժբախտությունը ինչումն է, որ դուք էլ սիրելիներս, մենք շատ գոհ ենք ձեզանից, որ լուսաբանում եք, եկեք Սուրմալու տոնավաճառ ու տեսեք ինչքան տաղավարներ են փակվում, բոլոր տեղերն են, ես Սուրմալուից եմ դա եմ ասում, փակվում են, մայրածախը կործանվում է, ուղղակի, ինքնազբաղվածություն ունեցողները լրիվ արդեն չգիտեն ինչ անեն, սա վիճակ չի ժողովուրդ ջան,
օրենքներով նոր գրված եւ տուգանքներով ամենասարսափելին։ Ինչ չհասրեցի տուգանել։ Հա, ես գիտեմ, 18 տարվա գործունեություն է, աղջիկներ։ Ես գիտեմ ինչպես կարելի է ղեկավարել այդ բիզնեսը։ Այսինքն արդեն բիզնես չէր, ինքնազբաղվածություն էր։ Դեռ կարողանում ենք խելքներից հետ կդրում է էլի, որ օրենքով կարելի աշխատել, որով չէ։ Ես մի անգամ բացատրել եմ, որ շատ օրենքներ են գրվել, մինչև ձեր գալը, մինչև ձեր գրելը, շատ օրենքներ են փոխվել, բայց կարողացել են գանք համաձայնության, եկել է մի կետ, որ բոլորս կարողացել ենք աշխատենք այդ կետով, այդ օրենքով, բայց սա սարսափելի է արդեն։ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Կենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանությունն ու կեղծիքները, որոնք օգտագործում են Վարդանյանին ցմահ բանտարկության դատապարտելու փորձի ժամանակ։ Այս մասին Կենսերը հայտարարել է ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանտոս մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվող մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության COP29 համաժողովից հետո, թեմայով լսումների ժամանակ։ Միջազգային փաստաբանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ անելով միջամտել եւ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, եթե որևէ գործողություն չձեռնարկվի։ Կենսերն ելույթում ընդգծել է Ադրբեջանի կողմից տարվող մշակութային եւ կրոնական ոչնչացման շարունակական արշավը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում Վոգզոլնայա Պլոշադ մետրոյի կայանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում, այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։ Նախնական տվյալներով զոհեր չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։